Եվ վերադառնամ իմ կարևոր թեմային, իմ լայվի հաջորդ, ասենք գուցե կես ժամն էլ նվիրեմ այդ թեմային եւ խոսենք կարևոր մի բանի մասին, դա ընտրությունների ուրեմն թեման է։ Ուրեմն այսօր նկատեցի, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունն էլ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ որոշել է, որ միանա Գագիկ Ծառուկյանի ուրեմն նախաձեռնության։ Հիմա Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնության կապակցությամբ տարբեր տեսակետներ կան, մի քիչ ձևաչափերը անորոշ է, որ միանում են այդ ծրագրով են գնում, ինչ է նշանակում, հիմա դաշինք ինչպես է լինելու, ցուցակ է լինելու, ցուցակ չի լինելու, դրանք մի տեսակ դեռ անորոշ են, բայց այն որ այս կուսակցությունները իրենք որոշել են առանձին չմասնակցել եւ հանդես գալ մեկ բլոկի տակ, դա արդեն ողջունելի երևույթ է։ Ես անցած շաբաթ էլ իմ լայվի ընթացքում բացատրեցի մի շատ մաթեմատիկական պարզ հաշվարկ անելով, կարծում եմ ապացուցեցի, որ հիմնականում առավելագույնը մենք 3 կամ առավելագույնը 4 խոշոր բլոկներ կարող ենք ընդդիմության դաշտում հանդուրժել, որպեսզի ունենանք։ 4 բլոկից եթե անցավ, արդեն կսկսի ձայների փոշիացման գործընթացը սկսել, որքանի որ մաթեմատիկական շատ պարզ հաշվարկում է, շատ արագ ասեմ, ընդհանուր մենք ունենք 100%, այդ 100%-ը 30%-ը հաստատ Նիկոլ Փաշինյան ունենալու է, այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա, պետական ռեսուրս ունենալով այդ ամեն ինչով, ես պատկերացում ունեմ, որ ինքը մոտապես 30-35% ունենալու է։ Մնացած 65-ից 70%-ն է մնում ընդդիմությանը, որի վրա պետք է աշխատի, մի 25% ասենք, եթե մեր ձևով շարժում այսօրվա տվյալներով ունենա, մի 15% Ռոբերտ Քոչարյան, արդեն 40%-ն էլ այդտեղից գնաց, տակում մնում է մոտարապես մի 25%, այդ 25%-ը հիմա արդեն Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնությունը գոյություն ունի, ասենք, եթե նրանք փորձում են մտնել ազգային ժողով, եթե արդեն 3-ից ավել լինի իրենց մասնակիցների թիվը, նրանց անհրաժեշտ է ոչ թե 8%, այլ 10% պետք է անպայման շահեն նոր օրենքով, որը գործում է։ Հետաբար պետք է անպայման 10% ունենան, արդեն 10%-ն էլ այդտեղ գնում է, տակում մնում է մի 10-15%, մի 5%-ն մանր-մունր կուսակցություններ անպայման լինելու են։ Մի 4-րդ բլոկ էլ այդտեղ հնարավորություն ունի լինի եւ կարողանա այդ մնացած 10%-ը, որ տակում մնում է, կարողանա իրենով անել։ Եթե այդ բլոկները շատացան, արդեն սկսում են մյուսներից ձայներ խլել եւ մյուսներից ձայներ խլելը նշանակում անել այնպես, որ մյուսները նախ դժվարանան ազգային ժողովի շեմը անցնել եւ հետո արդեն ձայների փոշիացման գործընթացն է սկսվում։ Հետաբար մենք ունենք Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնությունը, ունենք Ռոբերտ Քոչարյանի շարժումը, որ հստակորեն ինքը հայտարարել իր մասնակցության մասին, բայց հայտնի չի թե ով է լինելու, ով է գլխավորելու ցուցակը դեռ հայտնի չի, եւ ունենք մեր ձևով շարժումը, որը հստակ կերպով արդեն ասվել է, որ Նարեկ Կարապետյանն է լինելու առաջ ցուցակի առաջի անունը, բայց իրենք նախաձեռն ծրագիր ունեն, որ ասենք օրենք փոխեն, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա ուրեմն վարչապետ։ Ես չեմ մտնում հիմա դրա քննարկման մեջ, անցած շաբաթ խոսել եմ։ Այս շաբաթ մի հետաքրքիր հայտարարություն տարածվեց Հանրապետականի կապակցությամբ եւ անցած շաբաթ էլ ասելի, կարևոր ուժերից մեկը, որի մասնակցությունը դեռ մինչեւ այս պահը անորոշ է մնում, դա Հայաստանի Հանրապետության Հանրապետական կուսակցությունն է, ՀՀԿ-ն է։ Իհարկե կան նաեւ ուրիշ քաղաքական ուժեր, որոնք դեռ անորոշ են, հայտնի չեն ինչ են անելու, օրինակի համար Արթուր Վանեցյանի հայրենիքը դեռ հստակ չի ինչ ձևաչափով է մասնակցում, ասել են, որ մասնակցելու են, բայց հայտնի չի որտեղ են տեղավորվելու։ Միասնության թևերը կա Արման Թաթոյանի դեռ հայտնի չի ինչ են անում եւ նմանատիպ մանր-մունր բաներ կան, դոգը կա, ես իհարկե Քոչարի, լիք այդպիսի մանր-մունր կուսակցություններ կան, որոնք բոլորն էլ մասնակցության հայտ են ներկայացրել, թե ինչ են անելու, ցավոք սրտի մինչեւ այս պահը հայտնի չի, եթե նրանք փորձեն առանձին գնալ հաստատ ձայների փոշիացման, ուրեմն մենք հնարավորության դիմաց ենք կանգնում։ Այս շաբաթ նկատեցի մի հատ այդպես ասած հարցազրույց էր, եթե չեմ սխալվում, հրապարակ TV-ն էր, ուրեմն այդպես պատահաբար մտել էր նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, զրույց ունեցավ եւ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր եւ ողջունելի մի հայտարարություն կատարեց, որ միակ բանը, որ ընդդիմությունը չպետք է անի, դա իրար ոտքի տակ դատարկելն է։ 100%-ով ես ուզում եմ երկրորդել նախագահ Սերժ Սարգսյանին, շնորհակալություն հայտնել իր այդ հայտարարության համար, ողջունել իր այդ մոտեցումը եւ իր այդ հայտարարությունը։ Դա կարծում եմ իսկապես միակ բանն է, որ այս պահին պահանջվում է ընդդիմությունից, որպեսզի չանի միմյանց ոտքի տակ չդատարկել։ Բայց դա ոչ թե պետք է մնա խոսքի մակարդակում, այլ դա նաև պետք է ապացուցվի աշխատանքով, գործով, մոտեցումներով, որոշումներով, որոնք կայացվում են։ Այլապես եթե միայն դու պիտի ասես հայտարես այդ մասին,
բայց հայտարարությունը գործնական դաշտ չկա, որոշումների տեսքով, քայլերի տեսքով, միջոցառումների տեսքով բնականաբար դա որևէ արդյունք ընդդիմությանը չի տալու եւ լինելու է հենց նույն այդպես ասած այլ կերպով ոտքի տակ դատարկելու ինչ որ գործողություն կարող է լինել։ Հիմա շատերը կարող են ասել հանրապետականը դե լավ իր մասնակցությունը ինչ կարևոր կարող է լինել։ Հիմա ամենայն հարգանքով որ ունենք, բոլորս էլ տեսել ենք, որ նախորդ ընտրությունների ընթացքում դժբախտաբար այդպես ասած խոշոր հաջողություն չեն կարողացել արձանագրել, դա թվերն են ցույց տալիս, որից այդտեղ վատ բան չկա, դժբախտաբար թվերը դա են ասում։ Նախորդ ընտրությունները իրենք պատիվ ունեն դաշինքի կազմում Արթուր Վանեցյանի հետ կարողացան մասնակցեցին ընտրությունների, բայց կրկին շեմը չանցան, եթե հիշում եք, օրենքի ուժով կարողացան որպես երկրորդ ընդդիմություն մտնել ազգային ժողով։ Եվ կարծում եմ հասկանալի է, որ իրենք այս ընթացքում էլ չեմ կարծում հիմա բոլոր սոցհարցումները կատարվել է, որևէ սոցհարցում չի եղել, որտեղ ասենք իրենք կարողացել են մի 3-4% կարողանան շահել։ Հիմա գիտեք, եթե չեմ սխալվում, 4% նոր օրենքով պահանջվում անհատ առանձին կուսակցությունների համար, որպեսզի կարողանան ազգային ժողովի շեմ մտնել։ Հաստատ կարծում եմ ամենայն հարգանքով հանրապետական կուսակցությունը այդ 4% այս պահին չունի, որ կարողանա առանձին մտնել ազգային ժողով։ Բայց ընդունենք, որ ունեն հսկայական լրատվական ցանց, իրենց տիրույթում աշխատող վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, որոնք իրենց խոսքը աշխատում են իրենց հետ եւ իրենց գաղափարներն են համակրում են իրենց եւ հարցազրույցներ են տալիս շարունակաբար։ Նրանց մասնակցությունը, նրանց ակտիվությունն է, որ հաջորդ ընտրություններում չափազանց կարևոր է։ Հիմա գուցե հանրապետականի ուղղակի մասնակցությունը ընտրություններին մասնակցելը կամ չմասնակցելը հատուկ ինչ-որ բան չփոխի ընտրությունների արդյունքների մեջ, բայց այն լրատվական հնարավորությունները, որ իրենք ունեն քարոզչական առումով, թե լրատվամիջոցների տեսքով, թե քաղաքական գործիչների, թե վերլուծաբանների, թե այդպես ասած բլոգերների, ամեն ապտաբեր տեսակի բավական կարևոր եւ ազդեցիկ գործոն կարող է լինել հաջորդ ընտրությունների ժամանակ։ Ինչու եմ ես այս թեմայի մասին խոսում, քանի որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ չպետք է ընդդիմությունը իրար ոտքի տակ դատարկի, նաև պետք է վերացնել բոլոր այն լծակները, միջոցները, որոնք կարող են օգտագործվել ընդդիմության ոտքի տակը քանդելու համար։ Խոսքը շատ հստակ է, իմպիչմենտի մասին է, իմպիչմենտի նախաձեռնության մասին է։ Գիտեք, իմպիչմենտի նախաձեռնությունը հանրապետական կուսակցության նախաձեռնությունն է։ Դա ուրեմն հրապարակ բերեց պատիվ ունեմը, սկզբում սկսեցին Արեգ Մալյանը, Էդգար Ղազարյանը, հետո դրան միացավ պաշտոնապես դա ներկայացրեց պատիվ ունեմ խմբակցությունը, որը հանրապետականն է ներկայացնում, հանրապետական կուսակցությունն էլ պաշտպանեց, Դավիթ Համբարձումյանի ներկայացրեցին որպես վարչապետության տեխնացու։ Եվ մինչև այս պահը այդ նախաձեռնությունը շարունակում է ուժի մեջ մնալ, թեև իրականություն չի դարձել, բայց նույնպես չի չեղարկվել եւ գոյություն ունի։ Սեպտեմբերի 26-ին պաշտոնապես Հայաստան Դաշինքն էլ միացավ այդ նախաձեռնության, իր ստորագրությունները դրեց դրա տակ եւ ասեցին գնացեք, արեք, տեսենք ինչ կարող եք անել։ Սեպտեմբեր, մինչև հոկտեմբեր 1 ամիս, հոկտեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, դեկտեմբեր, հունվար, արդեն փետրվար, 5-րդ ամիսն էլ արդեն այսօր փետրվարի 22-ն ենք, 4 օրից 5-րդ ամիսն էլ կլրանա, որ այդ նախաձեռնության տակ դրված են ուրեմն, եթե չեմ սխալվում, 34 ստորագրություններ կա, այդ 34 ստորագրությունները հենց այդպես էլ 35 ստորագրություն չդարձան, ելուր մնաց 36, ելուր մնաց, որ դրա կողք կհավաքվեն նաև 20 ուրիշ ԿՊԱ-ականների ստորագրություններ, որպեսզի իմպիչմենթը հնարավոր դառնա։ Ապացուցված է, կարծում եմ, որ դա այլևս հնարավոր չէ, ժամանակավրեպ նախաձեռնություն է։ Եթե հիշեք իր հարցազրույցներից մեկի ժամանակ անցած տարի նախագահ Քոչարյանը շատ հստակ կերպով ասեց, որ մինչև փետրվարի վերջը ողջամիտ ժամկետ է, կարելի է սպասել ուրեմն այս իմպիչմենտի նախաձեռնության իրականացմանը։ Փետրվարից հետո այլևս ժամանակավրեպ է եւ որից մեկը չպետք է իմպիչմենտի մասին, կարծում եմ, խոսա, քանի որ դա սկսելու արդեն հակառակ էֆեկտ ունենալ։ Ես հույսով եմ, որ այս շաբաթվա ընթացքում կամ գոնե փետրվարի վերջում հանրապետական կուսակցությունը շատ հստակ կերպով հայտարարությամբ հանդես կգա եւ պաշտոնապես կհայտարարի իմպիչմենտի նախաձեռնության ավարտը եւ այդ էջը կփակի։ Ինչու է դա կարեւոր, որտեւ եթե մենք ասում ենք, որ ընդդիմության ոտքի տակը չպետք է դատարկել, քիչ առաջ էլ ասեցի, պետք է վերացնել բոլոր այն լծակները, որոնք կարող են որպես քլունգ ծառայել
ընդդիմության ոտքի տակը քանդելու համար։ Եվ այդ լծակներից մեկը դժբախտաբար այսօր impeachment-ն է։ Մտեք, պես ասած, այդ նախաձեռնության գլխավոր հեղինակների Էդգար Ղազարյանի, Նարեկ Մալյանի էջի տակ, տեսեք եւ նաեւ նրանց համակրող մարդկանց շրջանակների էջի տակ, որ ցանկացած մի փոքր քայլ, որ Նիկոլն անում է, ոնց են այս մարդիկ փորձում impeachment-ը կրկին հրապարակ բերել, հետո դրա իրականություն չդառնալը բերել գցել Հայաստան Դաշինքի գրպանը եւ դրանով սկսել հարվածել Հայաստան Դաշինքին եւ ընդդիմությանը։ Քիչ առաջ ես հասցրեցի որոշ հատվածներ լսել, ուրեմն Էդգար Ղազարյանի այսօրվա հարցազրույցից, որ տվել էր Arm Comedy, ուրեմն եթերում, լուրջ cast է, եթե չեմ սխալվում, այդ podcast-ը որ ունեն այդտեղ։ Շատ ծիծաղելի էր, գիտեք, որ նույնիսկ հիմա փորձում են այս նախաձեռնության impeachment-ի հաջողություն չունենալն էլ գցել Հայաստան Դաշինքի գրպանը եւ մի տեսակ դրա պատասխանատուն նրանց համար են։ Ինչ էր ասում, այդքանը որ հասցրեցի լսել Էդգար Ղազարյանն, ասում է դե մենք միայն նախաձեռնությունը սկսեցինք, այսինքն ինքը եւ Էդգար Նարեկ Մալյանը, բայց այն պահից երբ падգամավորները եկել են տակը ստորագրել են, այդ թվում նաեւ 24 ուրեմն Հայաստան Դաշինքի падգամավորներ, այդ նախաձեռնությունը արդեն իրենց նախաձեռնություն է ու եթե ձախողի, նաեւ իրենք են ձախողել, իրենք պետք է անեին եւ մի տեսակ փորձում են մոռացության տալ, որ ով էս ամեն ինչը սկսեց, ով բերեց սկսեց շանտաժի միջոցով խոսել Հայաստան Դաշինքի հետ, ովքեր էին որ փորձում են եթերից եթեր մեղադրել Հայաստան Դաշինքին, որ դուք չեք գալի, չեք միանում։ Իսկ հիմա որ եկել են միացել են, ասում են դե հիմա քանի որ միացել եք, ամենը դուք պիտի անիք, եթե չեք արել, չի եղել, ուրեմն դրա պատասխանատուն էլ հերթական անգամ դուք եք։ Բայց կարծում եմ խելոք մտածող մարդիկ, տրամաբանող մարդիկ հասկանան, որ ինչքան ծիծաղելի իրավիճակ է այս մարդկանց ուրեմն շուրջը ստեղծվել այս պահին եւ ամեն դեպքում որքան էլ որ փորձեն իրենց ուսերից վերցնել այս պատասխանատվությունը, մեկը այս ամեն ինչը մոտավորապես 1 տարի առաջ հենց այս օրերից սկսեց Նարեկ Մալյանը, հետո Էդգար Ղազարյանը փորձեցին Էդգար Ղազարյանը փորձեց ամեն կերպ պատճառաբանել եւ տրամաբանել, որ սա հնարավոր աշխատանք է, բայց տեսանք, որ մենք ենք ճիշտ ասում, որ հնարավորություն չկար ընդհանրապես այս նախաձեռնության կապակցությամբ փաստել այն, որ սեպտեմբերի 26-ից հետո արդեն 35 34 ստորագրություններ եղել են, նույնիսկ մեկ ստորագրություն իրենք չեն կարողացել ուրեմն ավելացնել։ Ես ցանկացած անգամ երբ իրենք խոսեն դա պատասխանատվությունը ուրիշի վրա է դրված, ես իրենց հղում կտամ գնալ, բացել, կարդալ 168.am-ի հետ, հենց մոտավորապես 1 տարի առաջ այս օրերին Նարեկ Մալյանի տված հարցազրույցը, որի խորակույրը հենց հետևյալն է. դուք նախաձեռնությունը սկսեք, ԿՊԱ-ականների հետ բանակցողներ կա, փողոց երացնողներ կա եւ այնպես էին ամենտեղ ասում, որ մենք գիտենք ինչպես փողոց երացնել, գիտենք ինչպես ԿՊԱ-ականների հետ բանակցենք, ու հիմա մի տեսակ ձերքները երկուսն էլ լվանում են, ասում են դες կապ չունի, եթե ուրիշ մեկը ստորագրել, արդեն ինքն է պատասխանատու, մենք դրանից հետո էլ աշխատանք չունենք այդտեղ կատարելի։ Չէ, ինքնավո պատասխանատուն դուք եք եւ շարունակելու եք դուք մնալ։ Հիմա Հանրապետականից գոնե այս փուլում պահանջվում է մեկ աշխատանք, պաշտոնապես հայտարարել, որ impeachment-ը այլևս գոյություն չունի, դրանից դա ինչ կտա մեզ, դա ինչ կտա այն հնարավորությունը, որ այդ քլունգը, որ հիմա այս մարդկանց ձեռքում մնացել է, եւ ցանկացած անգամ դրանով սկսում են առողջ ընդդիմությանը, պայքարող ընդդիմությանը, ընտրությունների համար պատրաստվող ընդդիմությանը հարվածել, այդ քլունգը այլևս չեն ունենալու, այդ հնարավորությունը չեն ունենալու եւ բնականաբար չեն կարողանալու քանդել ընդդիմության ոտքի տակը։ Եթե մենք չենք ուզում ընդդիմության ոտքի տակը դատարկել, չենք ուզում ընդդիմության ոտքի տակը քանդել, շեշտում եմ, պետք է վերացնել այդ քլունգը, այդ մուրճը, այդ չգիտեմ ինչը, այդ բաղը, բրիչը, այն ամեն ինչը, որ մենք տվել ենք այդ մարդկանց ձեռքը, որպեսզի ընդդիմության ոտքի տակը քանդեն։ Կարծում եմ, սա ամենատրամաբանական որոշում պետք է լինի, որ այս խաղաղությամբ հանրապետական կուսակցությունը պետք է անի։ Իսկ ամենակարևորը ընտրություններին մասնակցելու իրենց ձևաչափն է, որ ինձ համար այս պահին անորոշ է մնում։ Հայտարարվեց այս շաբաթ, որ իրենք, եթե չեմ սխալվում, ապրիլի սկզբին են համագումար ունենալու եւ բնականաբար ընտրություններին մասնակցելու մասին ընդհանրապես կուսակցությունների համագումարների ընթացքում որ որոշում է կայացվում։ Ես կարծում եմ ապրիլ ամիսը չափազանց ուշ է այս ամեն ինչի համար որոշում կայացնելու համար, քանի որ ինչքան շուտ պետք է պարզ դառնա, թե ինչ է տեղի ունենալու։ Ամեն դեպքում կան շատ մի տրամաբանական, այդպես ասած, զրույց, այդպես ասած, ոչ սարկազմ կա, ոչ ծաղ կա, ոչ երկիծան կա, ոչ ինչ չկա։ Պարզ տրամաբանություն է գործում։ Ես հրապարակում մի այդպես գրառում տեսա, որ
հնարավոր է որ հանրապետական կուսակցությունն էլ միանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը։ Ես դա բացառում եմ այս պահին, չեմ կարծում այդպիսի բան տեղի ունենա, շատ պարզ պատճառով։ Մի հատ եկեք հասկանանք, որ հանրապետական կուսակցություն եթե ցանկանա ընտրություններին մասնակցել, որտեղ կարող է այս պահին տեղավորվել։ Մենք ունենք այս պահին 3 հիմնական բլոկներ, որոնք այս պահին արդեն իսկ ձևավորված են։ Մեր ձևով շարժում Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Մեր ձևովի կողքին իրենք չեն տեղավորվելու, նույնիսկ եթե իրենք ցանկություն ունենան, մեր ձևովը դա չի ընդառաջելու, որտեղ մեր ձևովը նաև Ռոբերտ Քոչարյանի կապակցությամբ նույն տեսակետն ուներ, Սերժ Սարգսյանի կապակցությամբ, որ իրենք նախկիների հետ չեն առնչվում, փորձում են տարածություն պահել նախկիներից եւ հիմնականում իրենց աշխատանքի ձևաչափը հետեւյալն է եղել, որ փորձում են իրենց կողմը գրավել այն ընտրազանգվածին, որը գուցե ինչ-որ կերպ չի համակրում նախկին նախագահներին, չի ցանկանում նրանց ձայն տալ եւ չի էլ մասնակցում ընտրությունների, փորձել նրանց բերել ընտրությունների դաշտ, ինչեւ այս պահը բարեբախտաբար իրենք հաջողել են։ Հետևաբար բացառված է գրեթե, որ հանրապետական կուսակցությունը կարող է հայտնվել մեր ձևով շարժման կողքին։ Արդեն կարծում եմ բոլորս էլ գիտեն կամ պարզավոր նույնպես բացառված է, որ Ռոբերտ Քոչարյանի կողքին հանրապետական կուսակցությանը տեսնենք, դա էլ նույնպես չի լինելու, կարծում եմ շատ հստակ է, չխորանամ, պատճառները բոլորս գիտենք, անցյալ 1 տարվի անցա իրադարձությունները բոլորս հիշում ենք եւ բացառված է, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Նաեւ հակառակ այն հայտարարության, որ տարածվեց, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանի դաշինքի մեջ լինի, դա էլ եմ ես բացառված համարում։ Ինչու՞, որտեղ այս պահին Գագիկ Ծառուկյանի հիմա հիմնականում ինքը չի, բայց Գագիկ Ծառուկյանի այդ ծրագրով ընտրությունների մասնակցում է Մայր Հայաստան դաշինքը Անչանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Եվ կարծում եմ բոլորս նրանք ովքեր հետևել են մեր քաղաքական դաշտին, գիտեն ընդհանրապես Մայր Հայաստան դաշինքը իր անդամներով, հիմնադիրներով անհամատեղելի են հանրապետական կուսակցության հետ մեկ դաշինքի տակ։ Եթե դա տեղի ունեցավ, Ծառուկյանի դաշինքը վարքյանապես փլուզվելու է եւ գոյություն չունենալու։ Հետաբար կարծում եմ Գագիկ Ծառուկյանն ինքն էլ գիտակցում է եւ չի թույլ տալու դա տեղի ունենա, ու քանի որ Մայր Հայաստանը ավելի շուտ է հիմա միացել այդտեղ եւ գոյություն ունի, դժվար եմ տեսնում կամ գրեթե 0 է հավանականությունը, որ հանրապետական կուսակցությունը կգնա կմասնակցի ընտրությունների քաղաքական մեկ ուժի հետ, իդեմս Մայր Հայաստանի, որի անդամները հիմնականում անցած մեկ տարվա ընթացքում հիմնական թնդանոթներն են եղել, որոնք իրար վրա ուրեմն կրակել են։ Այս կողմից նրանք մեղադրել են Սերժ Սարգսյանին իշխանությունը Նիկոլին հանձնելու մեջ, գիտեմ ինչերի մեջ են մեղադրել, այս կողմից էլ ես իշխեմ Սերժ Սարգսյանի թևը ինչեր ասես, Անչանիկ Թևանյանի հասցեին կամ իր թիմակիցների հասցեին չեն ասել։ Հետևաբար ես բացառում եմ, որ այս երկուսը կկարողանան մեկ բլոկի տակ տեղավորվել եւ գոյություն ունենալ։ Հիմա մնում է հանրապետական կուսակցությունը կամ կարողանա իր շուրջ համախմբել դուրսը մնացած մյուս բլոկներին, ասենք Միասնության թևերն է, ես ինչ գիտեմ, մյուս մանր կուսակցությունները հայրենիքն է, մյուսները որոնք կան, կամ ինքը փորձի տեղավորվել ինչ-որ ուրիշ ձևավորվող բլոկի մեջ։ Սա կարծում եմ ժամանակը մի քիչ ցույց կտա, բայց Մա չեմ ուզում շատ խորանալ, կարծում եմ շատ ծանր որոշում կլինի քաղաքական այդ ուժերի հետ արդյոք պատրաստ են հանրապետականին ունենալով իրենց կողքի գնալ ընտրությունների, ինչ-որ շանս տեսնում են այդ ձևաչափերով մասնակցության մեջ չեն տեսնում։ Սա հիմա սպասենք ժամանակը կարծում եմ ցույց կտա։ Այստեղ ամենակարևորը ես մոռացա հիշել ազգային կոնգրեսի ներկայությունա Լևոն Զուրաբյանի վարչապետության տեխնատությամբ, որը գրեթե առաջիններից էր, որ իր մասնակցության մասին հայտարարեց, դա չեն կարող անտեսել որպես քաղաքական ուժ, որը գոյություն ունի, տոկոսներով հիմնականում հիմա մի քիչ ավելի շատ տոկոս է կարողանում գուցե հավաքել հանրապետական կուսակցությունից, այդտեղ կա ուրեմն Էդմոն Մարուկյանի, Լուսավոր Հայաստանի խնդիրը, այն երկու Հովիկ Աղազարյանի, այն Հակոբ Ասլանյանի ձևավորած կուսակցության հարցը, բավական այդպես մանր-մունր կուսակցություններ կան, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել են, իրենց վարչապետության նույնիսկ տեխնատուներն են ունեցել, բայց անորոշ է մնում, որ իրենք ինչ են անելու։ Նախորդ անգամ էլ ասեցի, որ ինչ-որ ողջամիտ ժամկետ պետք է ճշտել քաղաքական բոլոր ուժերի համար։ Մինչև այդ ժամանակ պետք է այդ բլոկները ձևավորվեն եւ հստակ դառնա։ Երբ ձևավորվեց այդ բլոկները, դադարեցվում է միմյանց դեմ հարձակումը, դադարեցվում է միմյանց դեմ պայքար տանելը, պայքարը հիմնականում գնում է Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց միևնույն ժամանակ պայքարը երկու ուղղությամբ է գնում, թե Նիկոլ Փաշինյանի դեմ եւ թե այն մանր-մունր կուսակցությունների դեմ, ովքեր կփորձեն ամբիցիաներից ելնելով
առանձին մասնակցել ընտրությունների, քանի որ նրանք էլ ձայներ փոշիացնելու միջոցով, ձայներ խլելու եւ ձայներ փոշիացնելու միջոցով օգնելու են Նիկոլի վերընտրությանը։ Հետաբար ընդդիմության այդ հատվածը, ով չի տեղավորվի այդ խոշոր բլոկների մեջ, միանշանակ պետք է հայտարարվի որպես նիկոլական ընդդիմություն եւ պախարակվի, քննադատվի, հարվածի թիրախի տակ հայտնվի, որպեսզի ժողովուրդը հասկանա նրանց ձայն չտալով նրանց ազդեցության հնարավորությունները կարողանա պակսեցնի։ Նաև լրատվամիջոցները մեծ դեր ունեն, կարծում եմ հանրապետականի լրատվամիջոցներով չափազանց մեծ դերակատարություն կարող ունենալ եւ կարծում եմ հենց այս օրվանից պետք է դադարեցնել ընտրությունների դեմ խոսելը։ Ցավոք սրտի ես տեսնում եմ դեռ շարունակվում է ընտրությունների թեմայի քննարկումը։ Օրինակ հենց այսօր Էդգար Ղազարյանը Արմքոմեդի եթերում, որը մեծ լսարան ունի, շարունակում էր կրկին ժողովրդին հիասթափեցնել ընտրություններին մասնակցելու կապակցությամբ, Վագն Հովակիմյանը էս կանի, այն կանի, ընտրական կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, մյուսը ինչ կանի, Նիկոլի հետ ընտրությունները էս վտանգներն ունեն։ Հետո այո, կողմնակետը գնում են ընտրությունների մասին խոսում են, բայց այդ էֆեկտը, որ ունենում է հիասթափեցնելը, վախեցնելը ժողովրդին ընտրություններով Նիկոլի դեմ պայքարելու համար, դա չափազանց վատ ազդեցություն է թողնելու ժողովրդային մասնակցության վրա։ Իսկ հաջորդ ընտրություններում մեր հաջողելու գլխավոր շանսերից մեկը ուղղակիորեն կապված է դրանով, որ մենք որքան հնարավոր է ապահովենք ժողովրդային մեծ մասնակցություն ընտրություններին։ Դա այն թույլն է, որ Նիկոլին կարող է պես ասած Նիկոլը դրա դեմ պայքարում է, թույլ չտա, որպեսզի ժողովուրդը ընտրությունների մասնակցի, հակակառույցություն տանելով Իրանից հմայք, այդպես ասած կեղծ հրեշը ստեղծելով, որ ինչ չեք կարող հաղթել, ցավոք սրտի նույն նպատակին անցած շաբաթ էլ ասեցի, ծառայում են մի շարք տգետ ընդդիմություն ձևացող գործիչներ, ովքեր նույնպես ծառայում են Նիկոլի նույն օրակարգին, փորձում են Նիկոլից հրեշ կերտել, որը չի թույլ տալու որիչե բան տեղի ունենա եւ դրանով հիասթափեցնում են ժողովրդին։ Կարծում եմ նաեւ պետք է հրահանգ իջեցվի այդ լրատվականների միջոցով իրենց եթերներում թույլ չտալ որևիցե հարցազրույց, քննարկում, որևիցե թեմայի արտացում, որը կհանգեցնի ժողովրդի հիասթափությանը ընտրությունների թեմայի կապակցությամբ։ Մենք հաջորդ ընտրություններում հաջողելու երկու հնարավորություն ունենք։ Մեկ, երկու միջոց կա ընտրություններում հաղթողների համար։ Մեկ, փորձել հնարավորինս ավելի լայն եւ ավելի մեծաթիվ ընտրողների բերել քվեակենտրոններ, նրանց հուսադրել, որ դուք կարող եք ընտրություններով Նիկոլին ուրեմն հեռացնել, օրինակի նրանց տալ 4 այլընտրանք ընտրելու համար, եթե ես ճիշտ եմ, Ռոբերտ Քոչանին չեք սյուն, գնացեք նոր ձևով ընտրեք, գնացեք Գագիկ Ծառուկյան ընտրեք, գնացեք մյուսին ընտրեք եւ փորձել նրանց բերել ընտրությունների օրը բերել դուրս եւ նրանց տալ հնարավորություն ընտրելու համար։ Եվ երկրորդ, հնարավորինս փոքրացնել այն ձայների փոշիացման հնարավորությունը այդ մանր-մունր կուսակցությունների միջոցով, նրանց իրական դեմքը բացահայտելով ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը չգնա եւ դրանց ձայն չտա եւ որքան հնարավոր է մենք ավելի կոնսոլիդացված գնանք ընտրությունների։ Պարզ է, որ հնարավոր չի ցավոք սրտի մեկ բլոկի կամ երկու բլոկի մեջ տեղավորվել, բայց ինչպես քիչ առաջ էլ բացատրեցի, նախորդ շաբաթ էլ ասել էի, 4 բլոկը առավելագույնն է, որ մենք կարող ենք այս ընտրություններում ունենալ եւ մեզ կտա հաղթանակի շանս։ Եվ այդ հաղթանակը հեռու չի, այնքան են այս ընդդիմություն վախեցած այդ ձևաչափից, որ տեսնում եք, բոլորի հենց եթերների ժամանակ գնում են դուլ չենք տա Գյումրի 2 սցենարը կրկնվի, իրենք շատ պարզ է, որ գիտեն դրա իրականացման հնարավորություն եւ այստեղից սկսել են այսօրվանից սկսել են դրա դեմ շատ հստակ ուրեմն պայքար